անգամ նշեմ, Մոնթեի մայրիկը եւ այսօր հաղթապում ծնողն է նախագծի շրջանակում, մեծ սիրով եկել եմ ձեր հետ շատ հետաքրքիր թեմայի մասին խոսելու, դա մեր հույզերի ճանաչումն է։ Եվ այսօր մենք հնարավորություն կունենանք ճանաչել մեր հույզերը, ինչ հույզեր, էմոցիաներ մենք ունենք եւ ինչի համար են այդ էմոցիաները մեզ պետք։ Լավ, հիմա մենք ունենանք բացման շրջան։ Ինչը կոչվում բացման շրջան։ Որպեսզի մենք հիմա ինչ տեսքով ենք այստեղ հավաքված, ինչ մաթեմատիկական պատկերի, շրջանի, այո, եւ որպեսզի մեր հանդիպումը բացվի, մենք միայն շատ հետաքրքիր շրջան ենք հիմա անցկացնելու։ Շրջանները շատ կարևոր են հասկանալու, ինչպիսին է մեր օրը սկսվել, ինչպիսի զգացողություններ մենք ունենք եւ ինչպես են դրանք ազդելու մեր ամբողջ օրվա տրամադրության վրա։ Լավ, այսքանը բաց է։ Ահա, հիմա բոլորս մի պահ փակում ենք մեր աչքերը, հագեցինք, պատկերացնում եք, որ դուք ունեք երևակայական էներգիա, ինչ-որ էներգիա, ուժ, հա? Հիմա դուք բոլորին տալիս եմ 1 րոպե ժամանակ, որպեսզի դուք հասկանաք, թե որն է ձեր այդ էներգիան եւ ինչպիսի էներգիա եք ուզում փոխանցել այստեղ գտնվողներին, ձեր դասընկերներին եւ ինձ եւ ուղղել Լուսինեին։ 1 րոպե բոլորը փակում են աչքերը եւ մտածում են այն երևակայական էներգիայի մասին, որ իրենք այսօր ցանկանում են փոխանցել այս լսարանին։ Հանգիստ բացում ենք մեր աչքերը եւ կենտրոնանում ենք լավ էներգիայի վրա այսօր։ Ու ես շատ կուզեմ հիմա լսել ձեզանից, թե դուք ձեզանից յուրաքանչյուրը ինչ էներգիայի մասին հասցրեց այս ընթացքում մտածել։ Հապա, խնդրեմ, չարաճճիություններ այդ էներգիան որ փոխանցվեց, լավ, ուրիշ ինչ էմոցիաներ ունեցանք, ինչ էներգիա ունեցանք, ուրախություն, լավ, հապա, մի քիչ բարձր սիրելիս։ Ուրախություն եւ արագավազություն, ձեր մոտ կարծես թե շատ բան է, ընդունված է արագավազությունը, լավ, Տիգրան, քեզ մոտ ինչ զգացողություն։ Ուրախություն, ուրախ էի, հապա, քնարիք, ինչ, սպորտություն, ֆիզիկական էիր ակտիվ էիր, քեզ զգում ես ընթացքում, Լիլի, քեզ մոտ ինչ զգացողություն կար, ինչ էներգիա է։ Ինչ, ծիծաղելի, ուզում եք ծիծաղ փոխանցել քո լսարանի։ Շատ լավ, էլի կան մարդիկ, որ կուզեն ասել, Սերգեյի խնդրեմ, հիմա բարի եւ ուրախ։ Բարի եւ ուրախ էներգիա ես ուզում փոխանցել, շատ լավ։ Ուրախություն եւ բարություն։ Հապա Սամվել, բարություն։ Էլի մտքում բոլորս ուզում ենք բարություն փոխանցել, չէ՞։ Արման, ինչ, դու ամեն ինչ տեսնում ես գույներով, է կարող ոչ թե ձեր բացեցնել, այլ այսպես ուղղակի մատ պահան, ես իմանամ, որ ուզում եք տեսնել, լավ, Մոնթե, ինչ, ակտիվություն, հա, դե դուք շատ ակտիվ եք, կարծում եմ այդ էներգիան անդադ կա ձեր մոտ, ով չի ասել դե, հապա Էմի, խնդրեմ, ուրախություն եւ ակտիվություն, կարողացեք էներգիա փոխանցել իրար, եւ եթե դուրս բերենք թե որ տեսակ էներգիաներ, ամենաշատը որ էներգիայի մասին մենք նշեցինք։ Բարություն, արագավազություն, այսքան անդադ ուզում ենք սպորտային արագ մթնոլորտում լինել, ուրախություն, մեկ այո կար նաև չարաճճիություն, որը ձեզ շատ բնորոշ է եւ մեզանից յուրաքանչյուրին է բնորոշ, բայց այսօր մենք ցույց ենք տալու, որ առանց դրա էլ կարող ենք շատ ակտիվ լինել։ Հիմա բոլորի ուշադրությունը կհրավիրեմ այստեղ, թե ինչի համար է մեր այսօրվա հանդիպումը։ Այսօր մենք հնարավորություն ենք ունենալու բացահայտել, ուսումնասիրել հույզերի անիվը։ Ինչ է անիվը երեխաներ։ Անիվը ինչ է։ Ինչ է անում ակը։ Պտտվում է, չէ՞ անդադ։ Այն մեր հույզերն է, անիվի նման, անընդհատ գտնվում են ձեր ասած շարժման մեջ, հա, պտտվում է։ Եվ ըստ այդմ մենք օրվա ընթացքում եւ ընդհանրապես ունենում ենք շատ տարբեր հույզեր։ Այնուհետև մենք հնարավորություն ենք ունենալու մի փոքրիկ խոսել հույզերի, էմոցիաների դերի մասին մեր կյանքում։ Ինչու են ընդհանրապես մեզ պետք հույզերը։ Ինչու ենք մենք տխրում կամ ուրախանում, ինչու ենք մենք տխրում կամ ուրախանում, ինչու ենք վախենում կամ զարմանում, հա, ամենատարբեր զգացողությունները։
Եվ վերջապես դուրս ենք բերելու միասին այդ հյուսերի պատճառները, օրինակ ինչի ենք մենք օրինակ դառնում ուրախ կամ տխուր, ինչի ենք ինչ-որ բանից զարմանում կամ վախենում, հա, եւ ինչպես կարող ենք կառավարել մեր հույզերը։ Այսքանն էլ չէ՞ բարձ կարծում եմ։ Ուրեմն ինչի մասին ենք մենք խոսելու այսօր։ Հույզերի կամ զգացմունքների կամ էմոցիաների։ Շատ լավ։ Հա, եթե մենք ասենք ինչի համար են զգացմունքները, ապա առաջին հերթին կասենք, որ զգացմունքները, հույզերը մեզ օգնում են հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ներսի աշխարհում եւ դրսի աշխարհում, հա? Օրինակ, երբ որ ցուրտ է լինում, մենք ինչ ենք լինում։ Մրսում ենք, չէ՞, ինչ-որ զգացողություն ենք ունենում։ Երբ որ օրինակ ինչ-որ վատ բան է տեղի ունենում, մենք ինչ ենք լինում։ Հա, կամ օրինակ մայրիկը հիվանդանում է, մեզ դրանից ինչ է լինում։ Տխրություն է գալիս։ Երբ որ մեր ընտանիքում բոլորը երջանիկ են եւ համագործակցում են, մենք ինչ ենք լինում։ Ուրախանում ենք։ Երբ որ դասարանում բոլոր ընկերները իրար հետ լավ հարաբերությունների մեջ են, մեզ ինչ է լինում։ Ինչ է լինում։ Ջերմություն է գալիս, այո, ճիշտ է, ջերմություն է գալիս։ Շատ լավ։